Մենք իրականում չգիտենք, թե որն է նրանց գործիքակազմը, որի միջոցով որ նրանք կարողանում են Գարեգին II-ին պահել դեռևս իր դիրքում, բայց մյուս կողմից էլ պետք է նշել, որ նրանց հնարավորություններն էլ անսահմանափակ չեն, առավել եւս որ հոգեվորականության շրջանում քայլ առ քայլ կարելի է ասել նվազում են Գարեգին II-ի կողմնակիցները, ինչը նշանակում է, որ կգա մի պահ, երբ հնարավոր է Գարեգին II-ը մնա միայնակ ասելով ես նկատի ունեմ նաև այն 3-4 ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող հոգեվորականներին, որոնցից որոշները բանտարկված են, որոշները դեռևս բանտարկված չեն, եթե ինչ-որ մի պահի Հայաստանի իշխանությունները տեսնեն, որ կա հնարավորություն նրանց բանտարկելու, կբանտարկեն նաև նրանց, քանի որ քաղաքական խաղի տրամաբանությունը դա է հուշում։ Եվ այդ դեպքում, երբ նա կմնա մենակ միայն այս մարդկանց աջակցության շրջանակներում հոգեվորականության մեջ միևնույն է ռուսամետ ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները արդյունք չեն տալու։